Սկոլիոզը ողնաշարի ծռվածությունն է, որը հանդիպում է միլիոնավոր մարդկանց մոտ։ Բժիշկները նշում են, որ հատկապես դեռահասների մոտ այս խնդիրը բավական տարածված է, եւ աշխարհի բնակչության մոտավորապես 2-ից 3% տառապում է սկոլիոզից։ Ամենահին նկարագրությունը սկոլիոզի մասին եղել է դեռ հին Հունաստանում, երբ բժիշկ Հիպոկրատը փորձել է հասկանալ ողնաշարի ծռվածության պատճառը։ Բայց ինչու է առաջանում սկոլիոզը։ Պատճառները տարբեր կարող են լինել՝ սխալ կեցվածք, մեջքի թույլ մկաններ, արագ աճ, երկար նստած դիրք կամ ժառանգականություն։ Սկզբում մարդ կարող է նույնիսկ չնկատել խնդիրը, հետո մեկ ուսը սկսում է մյուսից բարձր երևալ, մեջքը դառնում է անհարթ, առաջանում է արագ հոգնածություն և երբեմն ցավ։ Եթե ժամանակին չբուժվի, ողնաշարի ծռվածությունը կարող է աստիճանաբար մեծանալ։ Բուժումը կախված է խնդրի աստիճանից։ Վաղ փուլերում օգնում են հատուկ վարժությունները, բուժական ֆիզկուլտուրա, մերսումը և ճիշտ կեցվածքի վերահսկումը։ Ավելի ծանր դեպքերում կարող են օգտագործվել հատուկ կորսետներ կամ վիրահատություն։ Բաժանորդագրվիր, որպեսզի իմանաս ինչպես են առաջանում տարբեր հիվանդությունները և ինչպես ժամանակին օգնել քո օրգանիզմին։